500-ից ավել ոչ մեկը թող չվճարի։ Փոշակս ավելացրել ա որ 60 տարի աշխատել եմ, ինչ են արել որ մի կոպեկ ավելացնեին կասեի։ Հիմա հասկանանք, թե ում ունեցվածքն են ավելացրել եւ ինչու։ Թույլ տվեք։ Տարոն Չախոյանը կառավարությունից ստանում է 1.300.000 դրամ աշխատավարձ, տարեկան 16 միլիոն։ Իր հայտարարագրից պարզ է դառնում, որ 2019-ին նա ձեռք է բերել 2011 թվականի արտադրության Mercedes, մինչ այդ ուներ միայն բնակարան Դավթաշենում։ 2023-ին նա 13 միլիոն դրամով գնել է ավելի թարմ 2017 թվականի արտադրության Mercedes։ 2024-ին արդեն հայտարարագրել է 10 միլիոն դրամ ավանդ, իսկ հաշվին ու գրպանում 12.8 միլիոն դրամ։ Հիմա հասկանանք, թե ինչի դիմաց են նրան վճարել եւ որտեղ է թաղված շանգլուխը։ Կառավարության այս պաշտոնյան իր հետ փոխկապակցված կայքերի միջոցով տեղեկատվական դաշտ է նետում իշխանահաճո կերակուրը։ Ինֆոկոմը հրապարակել էր, թե ինչ շղթայով ու ոնց են ազդում հանրության վրա։ Մազերս չեն սպիտակում, բայց կյանքս գնաց։ ԱԱԾ, ՊՊՑ, քաղաքավիացիայի վարչություն, ազգային ժողովի աշխատակազմ, էլ չգիտեմ, մնաց բացողին դիմեմ, ասեմ, լավ ոնց է այդ տեսանյութերը հայտնվում։ Քարի լռություն։ Պատճառը գիտեմ, գիտեք այդ բոլորը որտեղ է հայտնվում։ Media News կայք, ծանոթ է բոլորին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան։